Ավելի շատ զավեշտի է վերածվել այս ամեն ինչը, ուժերից մեկը մյուսին մեղադրում է 2018-ին Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու համար, այն մյուսը հակառակ կողմին մեղադրում է 2020-ից հետո ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու, փողոցային պայքարը տապալելու համար։ Երկու դեպքում էլ սա ավելի շատ հիշեցնում է շատերիս այն հայտնի սքեչի պատմությունը, բոշապ փչացած մեղադրանքներն են միմյանց հասցեին հնչեցնում, բայց այս դեպքում անուն արդարության պետք է ասեմ, որ երկու կողմերն էլ սխալ ուղղությամբ են գնում, ճակերտավոր ասած փչացած են, որովհետև մի պարզ իրականություն մինչև այսօր երկու կողմն չի գիտակցել, որ ոչ 2018-ին եւ ոչ էլ 2020 թվականից հետո եւ 21 թվականի ընտրություններին ոչ մեկ Նիկոլ Փաշինյանին իշխանություն չի տվել, բացի Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Այս երկու ուժերն էլ այս պարզ գիտակցությունը մինչ օրս ձեռք չեն բերել, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ միայն ժողովուրդն է օժտված այդ իրավունքով, որից է մեկին իշխանություն տալու կամ իշխանությունը նրանից վերցնելու, ինչպես եղավ օրինակ 2018-ին։ Տարիներ շարունակ ընտրություններ կեղծած, տարիներ շարունակ է ժողովրդին կեղեքած, տարատեսակ կեղծիքներով իշխանությունը զավթած այս երկու ուժերի համար այդ տրամաբանությունը շատ խորթ է, որովհետև չեն հաշտվում եւ համակերպվում այն մտքի հետ, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է բացառապես ժողովրդին։